Կանոնված դատական լիստում շարունակում են նախնական դատավորությունը քրեական գործողությունների այդպես պատմի դատական լիստերի կարգավորումը խնդրում զորացել դատական ներկայացել դատավորության մասնակիցների մասին։ Պատվաժանական դատավորության կողմի ներկայացել դատական լիստում դատական լիստերի կառուցումը կողմնայազելով ինչ տիպով դատասում։ Մենք նախնական դատավորությունների փուլում ենք գտնվում, նախորդ դատական լիստը հետաձգվեց ապացույցների թույլատրելիության հարցի քննարկման էինք հասել, խնդրեմ պաշտպանության կողմը նշված հարցերի կապված միջնորդությունները Այո, պատվաժանական շնորհակալություն եմ հայտնում։ Ճիշտն ասած մենք որ այսօր ամառության ևս աշխատել ենք միջնորդությունների վերաբերյալ հարգելի ներկայացում չենք հասցնել նախապես ուղղակի ինչ ես կապված սորտում մեր նախնական պայմանավորվածությունը չենք պահել ներողություն նախնականների հետ կապված, բայց կներկայացնեմ ամբողջական միջնորդության դրամաբանությունը եւ ուսուցիչության դրամը նաեւ ներկայացնում։ Պատմական դատարան ուրեմն ես նախորդ լիստի ներկայացրեցի միջնորդություն, որը վերաբերում է նրան, որ Իրական վարույթը նախաձեռնել է դրանց բայց այստեղ ավելի գլոբալ եւ ավելի հիմնարար խախտում ունենք, կապված նրա հետ, որ իրական վարույթը նախաձեռնել է երկու հոդվածներով, որոնք իրականացվել են 2011 թվականի հուլիսի 1-ին։ Բայց այդ վարույթ նախաձեռնելու արձանագրության մեջ նշված են դեպքեր, որոնք նախորդում են։ Այսինքն 2011 թվականի հուլիսի 1-ին ընդունված քրեական օրենսգրքով վարույթ նախաձեռնելու, բայց այդ նախաձեռնելու արձանագրության այնուհետև ներառյալ խոսքում է 2009 թվականի, 2015 թվականի, 2014 թվականի, 15, 16, 17։ Այսինքն գնահատվում են հանգամանքներ, փաստեր, որոնք առնվազն այդ օգտվածներով հարցած քրեական վարույթի շրջանակներում չեն կարող քրեական մնահատականի հանրամանային, այսինքն առանց հանցագործության մարդիկ փաստեր են քննարկել։ Սա մեկ։ Երկրորդը ամենակարևոր հարցերից մեկը անցած նիստին գոլեգաները ներկայացրեցին ՀԱՊԿ-ից եկած վերություն, որտեղ նշված էր, որ պարոն Բաղդասարյանը չի հանդիսանում Հայաստանում հայտարարել պաշտոնատարանց, հարգելի հանրային մեղադրողը նշեց, որ մենք հանրային ծառայության մասին օրենքով ենք ներկայացրել։ Հանրային ծառայության մասին օրենքը դետալային դերակատարություն աշխատավորում նաև այս հանգամանքը, ուրեմն օրենքի առաջին հոդված, երկրորդ հոդված եւ այլն, 4-րդ հոդված, 7-րդ հոդված, որոնք նշված է պաշտոնատար անձանց խումբը, ում վերաբերյալ սահմանում է կարգավորում դրություն։ Հանրային ծառայության մասին օրենքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտպան զբաղեցնող անձանց։ Եվ օրենքը հստակ թվարկում այն գերատեսչությունները եւ այն մարմինները եւ պաշտոնատար անձանց, ում խումբը թվարկում է, բաց թվարկում է, որոնց վրա այդ օրենքի գործողությունը տարածվում է։ Միջազգային կազմակերպություններով պաշտպան զբաղեցնող անձանց մասին ընդհանուր է մի կարգավորում, որտեղ նշված է, որ միջազգային կազմակերպությունները բացառապես դիվանագիտական պաշտպան զբաղեցնող անձանց է վերաբերում։ Այդ պաշտոնատար անձանց տվյալ օրենքը չի վերաբերում։ Հետևաբար ինչ է ստացվում։ Մինչև 2017 թվականը հուլիսի 1-ը ամենատեղից թե 310 հոդվածի կային կողմվածը նախատեսված արարք իրականացված չէ, թե 314 կային 3 հոդվածը իրականացված չէ։ Իժդեռ այդ ուղղությունով քննություն է։ Այդ հոդվածները իրականացվեցին, ստեցյալ սահմանեցին քրեական օրենսգրքով եւ տվյալ արարքները իրականացվեցին հուլիսի 1-ից հետո։ Պարոն Բաղդասարյանը հուլիսից մինչև դեկտեմբերի 5-ին ազգացվել է իր նախկին պաշտոն, այսինքն առնվազն իրենց քննությունը կարող է վերաբերել 5 ամիսներ։ Դրանից հետո երբ որ արդեն ինքը դադարել է պաշտոնատարանները, մարտի 2018 թվականին ընտրվել է նշանակվել է ՀԱՊԿ-ում համապատասխան պաշտոնի։ ՀԱՊԿ-ի մասով հանրային ծառայության մասով ինքը չի տարածվում։ Հետևաբար, եթե մենք քննարկում ենք այն արարքի քրեական որակման հետ կապված հարցերը, ապա դա կարող է վերաբերել մաքսիմում 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև 18 թվականի մարտի 22-ը կամ ավելի ճիշտ ոչ թե մարտի 22-ը դեկտեմբերի 5-ը ներառյալ։ Հիմա ամբողջ գործի քննությունը նախաձեռնված լինելով այս վարույթների շրջանակներում իրականացվել են ապացուցողական
գործողություններ, բազմաթիվ գաղտնիք քննչական գործողություններ իրականացվել այս վարույթների պայմաններում, որ առանցքային ինչն է այստեղ, թե վարույթը նախաձեռնվել է 310-ով եւ նախաձեռնվել է 314 հոդվածով, բայց մեղադրանք որպես այդպիսի ներկայացնում ամենեք 5 դրվագ 314 հոդվածի 3-րդ փոխով, այսինքն վարույթը թերև ընդհանուր 2 հոդվածով նախաձեռնվել, բայց կոնկրետացվել է առարկայական է դարձել միայն 314.3 հոդվածով, իսկ 314.3 հոդվածը դա միջին ծանոթության հանցագործություն։ Հետևաբար, երբ որ միջնորդությունը ներկայացվել դատարան, ըստ էության նկարահանության խոսակցությունների լսել համար գաղտնիք քննչական գործողություններ են իրականացվել, որոնք կարող են իրենց 242 հոդվածի կարգավորումների երրորդ մասում, որ իրեն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ իրականացվում։ Այսինքն ստացվում է, որ գաղտնիք քննչական գործողություններ են իրականացվել, դատարանը թույլ է տվել որպեսզի իրականացվեն, այն պայմաններում, երբ որ միջնորդությունը չի կարող բավարար հաշվի առնելով, որ այն մեղադրանքները, որոնց շրջանակում իրականացվել են գաղտնիք քննչական գործողություններ, միջին ծանրության հանցագործություններ են վերաբերում։ Այսինքն ակնհայտ է, որ այդ բոլոր գործողությունները, որոնք իրականացվել են նշված մեղադրանքի պայմաններում, դրանք մինչև 2024 թվականի ամսաթիվը չհիշում, որ իրական հետապնդում հարցերի որոշմամբ, երբ որ արդեն մեղադրանքի ծավալը փոփոխվել է, նաև ծանր հոդվածով մեղադրանքը ներկայացվել, մինչև այդ ժամանակահատվածը իրականացվել է գործի մի հսկայական ընդդիմություն, մի տասնյակ մոտավորապես գաղտնիք քննչական գործողություններ այդքան հեռախոսային խոսակցությունների վերահսկել։ Հատկապես ինչի են շեշտում հեռախոսային խոսակցություն վերահսկելը, որտեղ օրենքով վկաների հեռախոսային խոսակցությունները կարող են վերահսկվել, եթե ենթադրվում է, որ մեղադրյալի հետ պետք է հաղորդակցվեն։ Եվ այդ մեղադրյալը միջին ծանրության հանցանքի մեջ է մեղադրվում ըստ էության, հետևաբար մեղադրյալի նկատմամբ այդ գաղտնիք քննչական գործողությունը չէր կարող իրականացվել եւ այդ գործողության իրականացման իրավական հիմքերը ըստ էության բացակայել են։ Հետևաբար պատվազան դարձան ստացվում է մի շատ հետաքրքիր իրավիճակ։ Նախաձեռնվում են վարույթներ այն դեպքերի ակտիվ, որոնք ըստ էության հանցավոր չեն համարվել։ Օրինակ երկու մեջբերում անում, որպեսզի ավելի պատկերավոր լինի։ Օրինակ 20 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ որ ստացվել է պետից օգնատվյալ, նշվում է հետևյալ 2011 թվականից մինչև 07/09/2026 թվականը համալրվել են ընդհանուր հաշվարկով շուրջ ինչ-որ գումար։ Հետո նշվում է, որ նույն ընթացքում Հայաստան Սպառնալյանի Արևելային բանկերի հաշիվներից շուրջ 380 միլիոն դրամ կանխիկ երկարներվել, ինչպես նաև 2015-ից 18 թվականների ընթացքում, այսինքն այն ժամանակահատվածն է, երբ որ այդ արարքը հանցավոր չի եղել, ինչ են քննել։ Արդյոք որը սրա առողջության պարտադիր իրական վարույթը նախաձեռնվել է, ուղիղ վարույթ նախաձեռնելու անձնագրության մեջ այս նշված է եւ 16-17 թվական, 11-ից 20 թվական, այստեղ նշված է 15-ից 17 թվական, այսինքն սրանք վերջում այսպիսով ասում են բանալների 14 թվականից մինչև 20 թվական դեկտեմբեր ամիս։ Այսինքն այստեղ գոնե 14-ից մինչև 15-ի հուլիսի 1-ը չէր կարող լինել։ 17 թվականի հուլիսի 1-ից մինչև 17 թվականի դեկտեմբերի 5-ը կարող էր քննության առարկա դառնալ, դրանից հետո ըստ էության Հայաստանում պաշտպան չի զբաղեցրել Բաղդասարյանը, հանրային ծառայության մասին օրենքի ուժով 18 թվականից զբաղեցրած պաշտոնը ինքը չի կարող, չի ընդունում, այսպես ասած, այդ հանրային ծառայության մասին օրենքի կարգավորման առարկայինները քննություն, օրենքը չի տարածում։ Ճիշտ է, իրենք ներկայացնում են հայտարարել, անկեղծ ասած, հիմա օրենքը կարող են բացել նաև, ուղղակի թվարկած է պաշտոնական անձանց շրջանակի եւ միջազգային կազմակերպություններում ոչ դիվանագիտական պաշտոնական անձանցների ուղղակի չի տարածում։ Խնդրեմ, ես նաև հատուկ համեցի մեղադրանքի որոշումը, որ հանրային քրեական հետապնդման որոշման մեջ նշված է, դատախազի կողմից նշում է 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 11 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցնելով գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում։ Այսինքն զբաղեցրել է, բայց այդ ժամանակահատվածում ինքը հանցագործության սուբյեկտ չի եղել, դա տարածք չի իրականացված։ Այսինքն մեղադրանքում նշված է ամբողջ փաստերն են ըստ էության անհիմն, որտեղ իրական օրենսգրքի ես
արարքները քրեականացվել են, մեկը 16 թվականին է ստեղծան քրեականացվել, մյուսը օրենքը ընդունվել, երկրորդը ընդունվել է 17 թվականի հունիս ամսին, բայց երկուսն միաժամանակ են հուլիսի 1-ի դրությամբ։ Այսինքն անգամ դատախազի նշած, այս ձևակերպումները մեղադրանքի ակնհայտում են մասնավորեցնում, որ նախորդ ժամանակահատվածում օրինակ ապացույցներ ընդգրկվել են, ոչ անցյալ արարքի վերաբերյալ ապացույցներ։ Որպեսզի շատ չբացահայտեմ ամբողջ տեքստը ես ներկայացրել եմ ըստ էության, այստեղ ընդամենը կարող եմ նշել օրենքի հանրային ծառայության մասին օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ կետը, որտեղ նշում է հանրային ծառայական հանդիսանում բացառապես հաստատի պաշտպանության անձին, որտեղ թվարկում եւ նշում ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին առանձեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, սա այսինքն այլ որևէ միջազգային կառույցում պաշտպան կառույցներ անձանց վրա օրենքի ինքն ասում չի տարածվում։ Հետևաբար համադրելով այս ամբողջը ստացվում է, որ այս ժամանակահատվածում, երբ որ իրականացվել են գաղտնի քննչական գործողություններ, որոնք ևս այստեղ թվարկել են, օրինակ Հատորինգի վարույթ 137-ից 156, Հատոր 6-ից 258, Հատոր 6-ից 357, Հատոր 7-ում 95, Հատոր 7-ում 110, Հատոր 7-ում 120, Հատոր 7-ում այսպես ամբողջը թվարկված են գաղտնի քննչական գործողությունները, ու դրանց արդյունքում ձեռք բերված տվյալները, դրանց արձանագրությունները բոլորը գտնում են, որ որոնքի խախտման են ձեռք բերված եւ պետք է դատարանի կողմից ճանաչվեն անթույլատրելի, որում այստեղ անթույլատրելիության հիմքերն են եւ 97 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը, որ օրենքով չնախատեսված ընթացակարգով է մեկնաբանվել, եւ 97 հոդվածի հատուկ նորմ կա 7-րդ մասը, որտեղ խոսում է այնքան քննչական գործողությունների կարգի կատարման խախտման մասին, քանի որ 42 հոդվածի 3-րդ մասում ուղղակիորեն նշված է միայն ծանր առանձնապես ծանր, ըստ էության նրանք միջին ծանրության հանցագործության դեպքով են իրականացրել այդ գործողությունները, հետևաբար սրանք անթույլատրելի են եւ նաեւ 4-րդ մասով, որտեղ այստեղ տեղի ունեցել նաեւ բանվարների սահմանադրության երաշխավորված իրավունքների խախտում, սրանով պայմանավորված միջնորդում են դատարանին, որպեսզի այդ քրեական վարույթ նախաձեռնելուց մինչև 2024 թվականի հունվարի 4-ին նոր քրեական հետապնդում ծանրաբեռնվածով նախաձեռնելու պահը իրականացված բոլոր ապացուցողական գործողությունները բավականին շատ են, ես այսպես գրեթե ամբողջ քրեական վարույթ պետք է ճանաչել անթույլատրելի օրենքական խախտման ձեռքբերված իրավունքները։ Ինչու են ես այս փուլում գտնում, որ դատարանը իրավասու է սայցին անդրադառնա, քրեական դատավարության օրենքի 320 հոդվածում օրենքով անհրաժեշտ է, որ ապացույցների անթույլատրելիության հարցը քննարկելիս դրանց բովանդակային հետազոտություն չի իրականացվում։ Ես ըստ էության ոչ թե որևէ ապացույցի բովանդակային հետազոտության հետ կապված հարց եմ բարձրացնում, այլ բարձրացնում եմ այնպիսի հարցեր, որ ունեն հաստատական մաքուր իրավական հարցեր են, ինքն արարքի իրականացման հետ կապված հարցում են կարող են հանդիստ ստուգել, ես նաև նշել եմ, միջնորդության մեջ ամսակները կարող են նշել, թե դրանք արմիսով ինչպես են ամրագրված, որ օրինակ 310.1 հոդվածը լրացվել է 16-12 թվականի Հայաստանի Հանրապետության օրենք 230-ից N, որը արմիսով ամրագրված է։ 314.3 հոդվածը լրացվել է 0906-17 խաղով 102 N օրենքով, որի անցումային բյուջետները 3 մասից է բաղկացած, հենց երկրորդ մասում խոսքը վերաբերում է 314 հոդվածով նախատեսված լրացման, որը ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից, ինչպես նաև նախորդից, այսինքն սա իրավական խնդիր է եւ վարույթ նախաձեռնելու անհնարինության բովանդակային ուսումնասիրությունից հաստատվում է, որ նախորդ ժամանակահատվածում։ Երկրորդը գաղտնի քննչական գործողությունների մասով մենք միջնորդություն եւ դատարանի որոշումներից ակնհայտ երևում է, որ քրեական հետապնդման հարուցման որոշում, որտեղ մեղադրանքը վերաբերում է բացառապես 314 հոդվածի 3-րդ մասին, որ ինչպես նշեցի միջին ծանրության, բայց թույլ է տվել գաղտնի քննչական գործողություններ։ Իհարկե, այստեղ կարող է հարց առաջանալ, որ վարույթը ծանր է,
Վարորդի ծանրի մասով ինչպես նշեցի այնտեղ մի հատված կա, որ այնուամենայնիվ չէր կարող, երկրորդը քանի որ արդեն երկու հոդվածով նախաձեռնված վարույթ առարկայացվել է իստերիցիան մեկ հոդված եւ 5 դրվագով նշանակում է թե նախաձեռնված վարույթ ունենք, բայց նախաքննությունը փաստացի իրականացվել է կոնկրետ անձի նկատմամբ, կոնկրետ վերագրվող 5 դրվագ կանցավոր արարքների մասով։ Այսինքն առնվազն երկու փուլում անկախ նրանից ինչ որ դասների վարույթ են ունեցել, մեղադրանքը որոշակիացված է։ Հետևաբար քննությունն փաստացի իրականացվել է որոշակիացված մեղադրանքի պայմաններում։ Իսկ եթե հաշվի առնենք նաև հեռախոսային խոսակցությունների եւ այլ գործողությունները, որոնցով նշվում է, որ մեղադրյալի հետ հնարավոր խոսակցության դեպքում կարող են գաղտնիք ինչական գործողություն իրականացնել եւ հեռախոս վերահսկել, այստեղ ակնհայտ է, որ միջին ծանրության մեջ մեղադրվող անձի հետ վկաների խոսակցությունը արձանագրելու է, որ դարձել է ապացույց։ Ամբողջը միջնորդում է, որպեսզի դատարանի կողմից ճանաչում դիլատների։ Այսինքն։ Շնորհակալություն։ Վերջ պաշտպանության սովորույթ Յուստել ներկայացնենք, հա։ Չէ, այս ծրայ պանմազանի ներկայացած հետ կապված ավելացնեմ, բան եթե չունեն, լսենք հանրային մեղադրողի դիրքորոշումը։ Շնորհակալություն պատվարժան դատարան, ճիշտ ասած ես ինձ թվում է սխալ հասկացա պարոն Մարգարյանի խոսքը կապված 318-ի ընդունման ժամկետի հետ, եթե ճիշտ եմ հասկացել, նշվեց որ 16 թվականից է իրականացվել, հա, ճիշտ եմ հասկացել։ 310 պրիմը, պրիմի մաս, ապոնի հարստանալու հա, լավ, ես հասկացա 210-ի մասն եք խոսում, որ նայում եմ հենց սկզբից դրել է։ Պատվարժան դատարան, իմ դիրքորոշումը հետևյալն է, որ այս միջնորդությունը, հա, պետք է քննարկենք, հասկանանք Պարոն բարձրացած հարցերը եւ ապրելու իրավունք ունեն եւ քննարկվելու, բայց կարծում եմ դրանք այս փուլում քննարկվելու իրավունք չունեն, որովհետեւ օրինակ բազմաթիվ հարցեր է բարձրացնում, որ քրեական վարժի նյութերը առանց ուսումնասիրելու դժվար կլինի դրան ինչ-որ վերջնական գնահատական տալը, խոսվում է հանրային քրեական հետապնդման նախնական հարուցման կատարված քննչական գործողությունների վերաբերյալ դատարանի որոշումների մասին եւ միջնորդությամբ նշվում է, որ դրանք դատարանի կողմից չէին կարող բավարարվել, բայց փաստացի բավարարվել են, այսինքն դատարանի ուշադրության կենտրոնում արդեն իսկ հայտնվել են, դատարանը դրանց տվել է գնահատական, որի հետ համաձայն եք, թե համաձայն չենք, դա հարցի երկրորդ կողմն է, եւ եթե համաձայն չենք, դրա համար ոնց որ սահմանված ընթացակարգն այլ է, քան հետապացույցները ներկայում ուղղակի այս եղանակով վիճարկել են։ Ես առաջարկում եւ դատարանի միջնորդությունը եւս հետաձգենք ոնց որ նախորդը, ապացույցները հետազոտենք, հասկանանք որքանով է համապատասխանում միջնորդությունը քրեական վարույթի նյութերին եւ համապատասխանելու դեպքում որքանով է համապատասխանում քրեական օրենսգրքի 2003 թվականին օգտված օրենսգրքի նախնական վիճակին, փոփոխություններին եւ ընթացքին եւ նոր հնարավորություն ունենք վերջնական պատկեր ստանալ, թե չէ հիմա որ դրանք ասենք այս մի հատվածում քրեականացված չի եղել, սա քրեականացված է, այս քննչական գործողության համար դուք մտել եք դատարան, դուք պիտի այսօր չմտնեիք, երբ որ հետո պետք է մտնեիք, այս դաշտ մենք հիմա չենք կարող ասած աչքերներս փակ ասենք, որ մենք համարում ենք մտած եւ այս ապացույցները պետք է ճանաչվեն անդուլատրելի։ Ես միջնորդում եմ, որ այս միջնորդությունը հետաձգենք, դրան անդրադառնանք ամենավերջում, երբ որ հետազոտենք բոլոր ապացույցները։ Ավելացնել բան չունի։ Շատ լավ, շնորհակալություն։ Մյուս միջնորդություն ներկայացրեք, վերջին միջնորդության որոշումը կայացնենք։ Երկրորդ միջնորդությունը վերաբերել է հանրային քրեական հետապնդման կասեցման ժամանակահատվածում, ժամկետների կասեցման ժամանակահատվածում ապացույցների ձեռքբերմանը եւ դատարանների որոշումների հիման վրա հետագայում ստացված ապացույցների անդրադառնությունը։ Տեսեք, մենք գործում ունենք երկու փուլով հանրային քրեական հետապնդման ժամկետների կասեցում, մի դեպքում իրավական փոխօգնության Սինգապուր եւ Վիրջինիա կղզիներ հարցման պատասխան ստանալու նպատակով, մեկ այլ դեպքում փորձաքննության իրականացման նպատակով ավելի երկար ժամկետով կասեցում։ Հիմա մի հատ հասկանանք ընդհանուր առմամբ դրա տեսական հիմքերը, ինչից է էլի բխում։ Ուրեմն ի տարբերություն որպեսզի քրեական հետապնդման ժամկետների կասեցման էությունը հասկանանք, պետք է հասկանանք հանրային քրեական հետապնդման էությունը պահպանելը արդյոք իր նույն նշանակությունը ինչ որ նախկին օրենսգրքի կարգավորումներում։ Տեսեք,
դա անորական բոլորիս համար հայտնի է, երկար անդրադարձ չեմ կատարի, ի տարբերություն քրեական բարույթի միանշանակ է, որ քրեական հետապնդումը անձի նկատմամբ իրականացվող գործողություն է եւ ուղղված է ոչ թե անձի հայտնաբերմանը, արարքի կապակցությամբ հաստերի բացահայտմանը, այլ անձի տվյալ դեպքին առնչությունը հիմնավորելու, մեղադրանքը հիմնավորելու։ Հենց այս գաղափարից է գալիս, որ հանրային քրեական հետապնդման ժամկետներ են նախատեսվել եւ ոչ թե բարույթի ժամկետներ են նախատեսվել։ Այս ժամկետները սահմաններ ունեն, բայց ունեն բացառություններ, ընդ որում ոչ թե դա միայն մեր մեկնաբանությունն է, այլ հենց ուղեցույցի մեկնաբանությունն է, որ այս հանրային քրեական հետապնդման ժամկետների կասեցման ինստիտուտը երկու փուլերով է, երկու իրավական հիմքերով է հնարավոր, մի որը որ դրանցից մեկը օբյեկտիվ հիմքն է, մեղադրյալի բացակայությունը, երբ հնարավոր չի բարույթը շարունակել, քանի որ անձը չկա, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, սա տեսության մեջ այդ թվում ուղեցույցում կոչվում է օբյեկտիվ հիմք։ Երկրորդ հիմքը հատուկ հանգամանքներն են, որոնք թեև օբյեկտիվ պատճառներից չեն բխում, սակայն ինչ-որ սուբյեկտիվ գործոնների հետևանքով հայտնվել են օրենսգրքում ու ամեն դեպքում քրեական հետապնդման ժամկետները կասեցնող են դիտարկվում։ Երկու հանգամանքները իրավական փոխօգնության հարցման պատասխանի ստացումն է եւ փորձաքննությունների իրականացումը։ Բայց ի տարբերություն մեղադրյալի բացակայության դեպքի, երբ մեղադրյալի բացակայության դեպքը ինքնին իրավական հիմքերը երկրորդ մասով 193-րդ հոդվածի նախատեսված բավարար են քրեական հետապնդման ժամկետները կասեցնելու համար, երրորդ մասով նախատեսված այս հատուկ հանգամանքները, սրանց համար լրացուցիչ իրավաչափության պայման անհրաժեշտ։ Իրավաչափության պայմանը հենց հոդվածում է նախատեսված բարույթի հետագա շարունակման հնարավորության բացառում։ Ընդ որում օրենսդիրը այս տերմինն է օգտագործում բարույթի հետագա շարունակումը կամ դրա դադարեցման անհնարինությամբ պայմանավորված։ Այսինքն կասեցման դեպքում մենք այս երկու հանգամանքները միաժամանակ առկայության խնդիր ունենք։ Մի դեպքում պետք է լինի կամ իրավական փոխօգնություն, եւ այդ դեպքում հետագա շարունակման անհնարինություն։ Հետևաբար ստացվում է, որ եթե մենք այս այլ կերպ ասած, բարույթի հետագա ճակատագիրը պետք է ուղիղ կախված լինի կամ փորձագետի եզրակացությունից կամ իրավական փոխօգնությունից։ Դրա վառ օրինակներ են, երբ օրինակ փորձագետը չի կարողանում հստակ ասի անձը անմեղսունակ է, թե անմեղսունակ չի, արարքի պատճառական կապ կա, թե չէ, այս դեպքերում մի բարույթի ելքի համար վճռորոշ այս փորձագետի եզրակացությունը կամ իրավական փոխօգնության համար նա կարող է վճռորոշ լինի անձը սուբյեկտ է տվյալ հանցագործության համար, սուբյեկտ չի եւ այլն։ Այսինքն երբ որևէ այլ գործողություն, բացի այս փորձագիտության ստացումից եւ դրա արդյունքների կամ դրա որոշման կայացումից, վարույթ իրականացնող մարմին չի մնում։ Այս գաղափարը ի տարբերություն մեղադրյալի բացակայության դեպքին, երբ որ դա իմպերատիվ կերպով կարող է հանգեցնել քրեական հետապնդման ժամկետների կասեցման։ Հետևաբար ստացվում է, որ եթե մենք այս երկու իրավաչափության միջից որևէ մեկը, այս դեպքում հատկապես շարունակման հնարավորության հաստատում չունենք, ինքնին կասեցումը ուղղակի լծակ է, որպեսզի մենք շրջանցենք հետապնդման ժամկետները, մի քիչ մեծ ժամանակ տանք բարույթն իրականացնենք։ Հիմա մեկ այլ հարց է, արդյոք այս ժամանակահատվածում բարույթային գործողություններ կարող են կատարվել։ Երբ խոսքը գնում է մեղադրյալի բացակայության դեպքի, օրենսդրական կարգավորում դրա առնչությամբ կա 194-րդ հոդվածի առաջին մասը։ 194-րդ հոդվածի գաղափարը սա է։ Պետք է մինչ քրեական հետապնդման ժամկետների կասեցումը կատարվեն անհրաժեշտ եւ բավարար բոլոր բարույթային գործողությունները։ Սակայն օրենսդրական ձևակերպումը սա է, սակայն կարող են կատարվել որոշակի գործողություններ, որոնց անհրաժեշտությունը ծագել է կասեցումից հետո։ Հիմա հավանաբար այս դրույթին հղում կատարելով են կասեցման ժամանակահատվածում բարույթային գործողություններ կատարվել, սակայն կարևոր է հասկանալ, որ այս բարույթային գործողություններ կատարելու թույլատրելիությունը վերաբերում է մենակ մեղադրյալի բացակայության հիմքով քրեական հետապնդման ժամկետների կասեցմանը։ Այսինքն 193-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերն եւ մեղադրյալը չկա։ Դրա համար էլ օրենսդիրն օգտագործում է մեղադրյալի բացակայության դեպքում, սակայն, այսինքն բացառությունը կատարվում է մենակ մեղադրյալի բացակայության իրավական հիմքերին վերաբերող դեպքերում։ Ստացվում է, որ փորձաքննության իրականացման եզրակացություն ստանալու իրավական փոխօգնության դեպքում օրենսդրական որևէ կարգավորում չկա, որ թույլատրում է մեզ իրականացնել քննչական կամ բարույթային գործողություններ։ Ընդ որում դրա տրամաբանական հիմք ունի, քանի որ օրենքը արդեն իսկ նշում է, որ բարույթի շարունակումը բացառվում է, հետևաբար թե բարույթի շարունակում հնարավոր չի դրա պատասխանի բացակայության, որևէ նոր գործողություն կատարվանություն չի կարող ծագել։ Իսկ ինչ էլ որ կծագի, պետք է ծագի կոնկրետ
փորձաքննության իրականացման առնչությամբ, որը վարույթի իրականացման վերսկսման կամ դրաժեշտությունով այլ գործողությունների կատարման հիմք կարող են հանդիսանալ։ Հետևաբար արդեն իսկ այս հիմքով քրեական հետապնդման ժամկետների կասեցման պարագայում որևէ քննչական գործողության կատարման համար օրենսդրական հիմքեր չկան։ Այսինքն օրենքը քրեական հետապնդման ժամկետները, այդ թվում քրեական հետապնդումը ժամանակավորապես դադարեցնում է։ Այսինքն, եթե համեմատական անցկացնենք, եթե քրեական հետապնդման դադարեցումը դա վերջնականապես գործողությունների դադարումն է, այսինքն այլևս հրաժարվում ենք անձի առնչությունը հիմնավորելու ուղղությամբ գործողությունների իրականացնելուց վերջնականապես, քրեական հետապնդման կասեցումը որոշակի ժամանակով այդ գործողությունների չիրականացումն է։ Ինչի եմ անընդհատ կատարում այստեղ բնականությունը, որովհետև օրենսդրական կարգավորումներ չեն։ Ինստիտուտի էությունը այն է, որ քրեական հետապնդում ժամանակավորապես չի իրականացվում, բայց կա բացառություն մեղադրանքի բացակայության դեպքին վերաբերյալ։ Հիմա այս դեպքում այդ մեղադրանքի բացակայության դեպքը չունենք, ու մի շարք գործողություններ են իրականացվել, դրանք միջնակցության մեջ թվարկված են, հատկապես այս դեպքում խոսքը վերաբերելի է ելի մի որոշ մասնավոր միջնակցության գաղտնիքնչական գործողությունների դատանի որոշումներ են ստացվել, որը որ չէին կարող ստացվել, եւ դրանց հիման վրա հետագայում ձեռք են բերվել արձանագրություններ են կազմել, այսինքն այս ծավալին է վերաբերել։ Հիմա երկրորդ կողմից եթե հացին նայենք, այսինքն մեր ընդհանուր տեսակետը հանգում է նրան, որ այս ժամանակահատվածում առհասարակ գործողություններ չեն կարող իրականացնել։ Եթե մի պահ ընդունենք, որ կարող ենք երկրորդ մեկնաբանությունը տալ, որ այո, հնարավոր է, որ հնարավոր է ինչ-որ գործողություններ այդ ժամանակահատվածում կարող են կատարվել, ինչի մենք իրականում ընդհանրապես հակված չենք տեսական մեկնաբանության համատեքստում, ամեն դեպքում այս գործողությունների կատարման անհրաժեշտությունը զուտ մեկնաբանության իմաստով չի ծագել կասեցումից հետո։ Ակնհայտ է, որ մի շարք, ասենք 5-րդ հատորից մինչև 9-րդ հատոր գործողություններ են կատարվել, որոնք նախապես պլանավորված են եղել, կարող են կատարվել եւ կասեցման ժամանակահատվածում փաստորեն եւ դրանից առաջ կարող էին կատարվել, այսինքն որևէ նոր հանգամանք ի հայտ չի եղել։ Ի հայտ եկած այդ պահին չի եղել, ավելին այն, որ հնարավոր էր կատարել գործողություններ, հիմնավորվում է նաև նրանով, որ հետագայում մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել։ Այսինքն, եթե վարույթ իրականացնող մարմինը իրեն կաշկանդել է փաստորեն իրավական փոփոխության ստահարցման պատասխանի ստացմամբ, ընդ որում իր որոշման մեջ նշել է, որ անհնար է շարունակել վարույթը, բայց անհնար է դրանից հետո մեղադրանքը ոնց է փոփոխության ենթարկվել, մի հատ խստացել է։ Այսինքն, այս տրամաբանությունը եթե անհնար է դու իրավական փոփոխության պատասխանը չես ստանում, պետք է քրեական հետապնդումը դադարեցնես, ոչ թե խստացնես։ Ընդ որում, այն հանգամանքը, որ իրականում վարույթը շարունակելու հնարավորություն է եղել, նույնիսկ որոշման մեջ հավանաբար այդ բանին ինչ-որ պրակտիկա չի եղել, այդ ձևակերպումն է օգտագործվել, որ այս հարցումը կատարվում է ի թիվս այլնի այն հանգամանքներ հիմնավորելու համար, այսինքն սա ոչ թե մեղադրանքի հիմքում դրված իրավական փոփոխության հարցման պատասխանի հետ է կապված, այլ ի թիվս այլնի մեղադրանքի որևէ մի տարի ավելի հստակեցման ուղղված միջոցառում, ինչը ընդհանրապես կասեցման կապակցությամբ այս իրավական հիմքի հետ կապ չունի, դրան ոչ թե պետք է դեպքում քրեական հետապնդումը կասեցվի, այլ պետք է իրականացվեն բոլոր անհրաժեշտ գործողությունները, այլ դեպքում այդ դատանի որոշումները ստացվեն, եթե դրա հիմքերը կլիներ նոր, եթե արդեն կգարեն փակուղային վիճակը, որ այլևս գործողություններ կատարելու հնարավորություն չէր լինի, նոր քրեական հետապնդման ժամկետները կասեցվեն։ Որպեսզի այս ամեն ինչ ամփոփեմ, գաղափարական առումով միտքը սա է։ Մենք դեմ ենք այն գաղափարին, որ այս իրավական հիմքի պայմաններում հնարավոր է իրականացնել առհասարակ որևէ վարորդային գործողություն, այն հիմնավորման, որ օրենսդրական նման հիմք նախատեսված չի, իսկ գաղափարը կասեցման հետապնդման այն է, որ մենք ժամանակավորապես սառեցնում ենք անձի առնչությամբ գործողությունների իրականացումը, ոչ թե մի քանի հատոր դրա իրականացնում ենք։ Եթե նույնիսկ այս մեկնաբանությունը ընդունելի չհամարվի, ապա ակնհայտորեն այս գործողությունների կատարման անհրաժեշտությունը չի ծագել վարույթի կասեցումից հետո, ակնհայտ է, որ դա առհասարակ այլ փաստերի հաստատմանն է ուղղված։ Որևէ պատճառ կարող ենք կարծենք, որ դրանից հետո ընդ որում որոշ վկաներ նախկինում են արդեն իսկ կանչված եղել հարցաքննության, բայց վկաների վրա ոչ շեշտը չկատարենք, այս գաղտնիքնչական գործողությունները միջնորդություններ են կատարվել, ստացվել են դատանի որոշումներ, դրանց հիման վրա իրականացվել են, կազմվել են արձանագրություններ, ինչից եւ հետագայում ամենակարևոր փաստարկը մեղադրանքը հստացվել է առանց այս իրավական փոփոխության պատասխանի, ինչը մեզ բավարար հիմք է տալիս
հաստատելը, որ նախ կախված չի եղել դրանից, երկրորդն էլ անհրաժեշտությունը այդ պահին չի առաջացել։ Ուստի մենք միջնորդում ենք, որ այս ապացուցողական ծավալը դատարանի որոշումները եւ այդ ժամանակահատվածում ձեռքբերվածները, ինչպես նաեւ դատարանի որոշման հիման վրա հետագայում ստացված արձանագրությունները եւ դրանցից փոխհատուցությունները անդրադառնալու ճանաչվել են հիմնավորման, որ նախ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ չեն իրականացվել, փաստորեն կարող է պնդել նաեւ, որ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից են իրականացվել, քանի որ անձի նկատմամբ հետապնդման իրականացումը կասեցված է եղել, այդ թվում նաեւ օրենքի կանխախման այլ դրսևորումներ կան, օրինականության սկզբունքի ոտնահարման տեսքով։ Միաժամանակ այս մեր վերլուծությունները վերաբերել են նաև երկրորդ հիմքով, փորձարկումության արդեն արդյունքների ստացման հիմնավորման վարույթի կասեցման։ Այս առումով մեկ այլ իրավական խնդիր կա, որի վերջնական գնահատականը նույնիսկ այս բանի մենք չունենք, բայց ամեն դեպքում գաղափարական առումով մեր համար անհասկանալի է, ինչի մի դեպքում քրեական հետապնդումը կասեցվել 5 ամիս ժամկետով, հետո մեղադրանքը խստացվել է, հետո նույն հիմքով քրեական հետապնդումը վերստին կասեցվել է, բայց այդ ժամկետները չեն հաշվարկվել նախորդի մեջ, բայց քանի որ դա այս բանի մի քիչ բարդ գնահատման առարկա է, հետագայում դրան ավելի մանրամասն անդրադարձվել է։ Ես բավականին ախոտ եմ։ Գաղափարը շատ հստակ է, ինչի մասին մենք քննարկում։ Ինչու համար որ զիշտի գնաց այն ճանապարհը, որ մենք պետք է քրեական հետապնդման ժամկետներ, որտեղ նախին օրենսգրքով բարույթներ կասեցվում, ոչ թե մեղադրանքի քրեական հետապնդման ժամկետ։ Եվ պրակտիկան ցույց տվեց, որ կասեցված բարույթի պայմաններում առավելագույն ժամկետներ չկային, անընդհատ դա երկարացվում էր անձին մեղադրյալի կարգավիճակով ամիսներ տարիներ շարունակ այդ մնում էին այդպես մեղադրյալի կարգավիճակով, որտեղ սահմանափակում էին նրանց իրավունքները, որը պատման միջոց կիրառել։ Եվ միջազգային փորձագետների պնդմամբ, որը հիմնված է եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա, պահանջվեց, որ քրեական դատավարության օրենսգրքում պետք է սահմանեն քրեական հետապնդման ժամկետներ։ Գաղափարը նա է, որ անձը երկար ժամանակ չպիտի սպասի, մինչև իրեն կմեղադրեն գործը դատարան հասնի։ Այսինքն անձի համար դա առաջացնում է անորոշություն, որը երրորդ հոդվածի համատեքստում կարող է համարվել համարտեք վերաբերում, որտեղ բարբերաբար անձի պահերանորոշության վիճակում թե ինչ պետք է լինի վերաբերյալ քրեական բարույթը, դա արդեն կոնվենցիայով է սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների խախտում է։ Դրանով պայմանավորված օրենսդիրը գնաց այն ճանապարհով, որ պարտադիր պետք է սահմանվի քրեական հետապնդման ժամկետները, բայց հաշվի առնելով, որ քրեական հետապնդման ժամկետների սահմանման դեպքում կարող է բարույթի հետ կապված խնդիրներ առաջանալ, սահմանվեցին նաև, որ այդ ժամկետները կարող են նաև կասեցվել ինչ-ինչ օբյեկտիվ հիմքերով պայմանավորվում։ Այստեղ ամենահիմնարար հարցերից մեկը նա է, որի հետ գաղափարը համաձայնություն պետք է օրենսդիրը ընդունել է, որ եթե ժամկետները ավարտվում են եւ քրեական բարույթը դատարան չի մնացվում, ըստ էության արդարացման հիմքով պետք է հետապնդումը դատարանեցվի։ Եվ պրակտիկան գնաց այն ճանապարհով, որ այս արդարացման հիմքը շրջանցելու համար սկսեցին արհեստական հետապնդման ժամկետներ կասել։ Այսինքն պատրվակ են գտնում որևէ հիմքով հետապնդման ժամկետը կասեցնելու, բայց նախաքննությունը շարունակում է։ Այդ օրենսդրի կամքը հենց ուղղված է սրան, որպեսզի այն սա կանխեն, որ չեք կարող ձևական կասեցնել քրեական հետապնդման ժամկետը, որպեսզի ինքը չռոսի, չունենան արդարացման հիմք, բայց այդ ընթացքում ապացույցներ հավաքվի եւ ամբողջ օրենսդրական տրամաբանությունը հիմնված է սրա վրա, որտեղ օրենսդիրը նշում է, որ հնարավոր չէ լուծել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու կամ դադարեցնելու հարցը, այս դեպքում թույլատրվում է փորձաքննության նշանակման հիմքով կասեցնել կամ իրավական փոխօգնության։ Այսինքն, եթե փորձաքննություն է նշանակվում, փորձաքննությունը դա պիտի լինի այն եզակի ապացույցը, որի ստանալուց հետո հետապնդման ճակատագիրը պիտի որոշվի։ Առանց եզրակացության հնարավոր չի որոշել շարունակել թե դադարեցնել։ Օրենսդիրը ասում է, խնդիր չկա, կասեցրա, կամ եթե իրավական փոխօգնության խնդիր կա, կրկին կասեցրա, եթե փոխօգնությունից է կախված քրեական հետապնդումը շարունակելու կամ դադարեցնելու հարցը։ Այսինքն օրենսդիրի տրամաբանությունը նա է, որ չես կարող ազատես նշանակես փորձաքննություն կասեցնես, բայց շարունակես քննություն։ Այսինքն դու քո համար օրենսդրական մի մեկնաբանություն ես տալիս, պատրվակ ես ստեղծում կասեցնելու, բայց քննությունը շարունակում ես։ Հետևաբար սա օրենսդրի կամքի ուղիղ շրջանցում է, որը որսին գործով տեղի ունեցել։ Այսինքն նշանակվել է փորձաքննություն կամ իրավական փոխօգնություն, հետապնդման ժամկետի կասեցման պայմաններում շարունակվել է նախաքննություն իրականացնել։
իրականացվել, բազմաթիվ վկաներ են արձակնվել։ Իհարկե իմ համար հասկանալի է ինչ կա, որովհետև կրկնում եմ արդարացման հիմքը շրջանցելու խնդիրը դրված է, բայց այս մեկնաբանությունն և իրարությունը սա քրեական դատավարության գրքի 193 հոդվածի, 194 հոդվածի ուղիղ տրամաբանության, ուղիղ ամփոփված պահանջների անտեսում խախտում։ Այսինքն կարելի է շրջանցելով կասեցնել, շարունակել քննություն, հետո վերսկսել գործը դատարանով։ Այդ սրա դեմ ամենից այդքան։ Մականավոր մեղադրյալ արկա է եղել, որի նկատմամբ հետապնդում են, հետևաբար անձը ողջամտորեն ակնկալում է, որ իր վերաբերյալ բարերը պիտի կամ ուղարկվի դատարան շարունակվի կամ պիտի ավարտվի դատարանեցվի։ Բայց ինչ է տեղի ունենում, դա այն որ անժամկետ կասեցվում է, դա երբ որ մեղադրյալը չի գտնվում, քրեական հետապնդման մարմինների տրամադրության տակ, դրա համար է տրամադրությունը նախատեսում, որ կարող է անընդհատ քննություն իրականացվել։ Ընդ որում, մենք ունենք նաև դատական ակտեր, որտեղ քրեական հետապնդման կասեցման պայմաններում անկախական միջոցին կիրառում, նշելով, որ եթե կասեցվել ես քննություն չես իրականացնում, դեպքում անձի չի պիտի կարանքի տակ մնա։ Ինքը նման դեպքեր ևս գոյություն ունեն։ Հետևաբար ինչ է ստացվում պատվաշրջանները, որ ի հեճուկս քրեական դատավարության օրենսգիրքի 194 հոդվածում նախատեսված հիմքերի քրեական հետապնդում կասեցնել եւ պայմանների, որ դա կասեցում է ինքնին, այսինքն փորձակնություն նշանակել է կամ իրավական փոփոխության դիմել է ինքնին բավարար չի կասեցնելու համար, դրա համար անհրաժեշտ է ևս մեկ պայման։ Եթե առանց այդ արդյունքի անհնար վերցնենք, օրինակ նույն ավտովթարների գործերը, երբ որ փորձակնությունը նշանակում չի կասեցնում, շարունակում են քննություն անել, ինչ որ փորձագետի եզրակացություն ստանալ, այլ երբ որ մոդելում է քրեական հետապնդման ժամկետը, եզրակացություն չկա, այլևս քննություն անելու անհրաժեշտություն նոր է կասեցնում, եւ պրակտիկան մասսայաբար է սովորությունը գնաց, բայց այս գործով հետաքրքիր տարբերակում արված։ Այսինքն կասեցնում են հետապնդումը, դեռ տասնյակ վկաներ են արձակվում։ Կասեցնում են հետապնդումը, այդ վկաների վրա գաղտնիքական գործողություններ են իրականացվում։ Ինչ են կասեցնում։ Այսինքն, եթե փորձագետի եզրակացությունը ձեր համար երկրորդային նշանակություն ուներ, չպետք է դա հանգիստ կասեցման, եթե դուք ունեք քննություն անել, դա ապացուցողական գործողություններից մեկն է։ Կամ նույն իրավական փոփոխությունը, եթե երկրորդական նշանակություն ունի, ինչը նաև հենց դրա մեջ ամրագրված է, որ իթևս այլնի այլ հանգամանքներ պետք է բարձել, դա նշանակում է կարիք չկա այդ հիմքով կասեցնել։ Առավել ևս, որ հենց կասեցնելու օրը եւ հաջորդ օրը սկսել են քննություն անել։ Կանոն է քննություն, ինչ ունի հանգամանք։ Այլ երբ որ դուք ժամկետը հնարավոր ժամանակահատվածը դուք տեսնեիք, որ չեք ստացել պատասխանը, որը իրական նշանակություն ունի, նոր կասեցնենք։ Այսինքն ակնհայտ շրջանցում արվել օրենսդրական կանոնակարգումները, որպեսզի հնարավոր լինի ապացույցներ հավաքել առանց որևէ ժամկետային խնդիրների։ Այսինքն միջազգային փոփոխության դեպքում, քանի որ այստեղ անցանց արդեն այնտեղ որ դիմել են ծանրի է վերաբերել, այնտեղ բավականին երկար ժամկետով կարող են կասեցնել, ըստ էության հանգիստ քննություն են արել, այս կամքը շրջանցել։ Հետևաբար գտնում ենք, որ կասեցումից հետո իրականացված նախ կասեցումը ձևական բնույթ է, այսինքն օրինական չի եղել ու դրան հաջորդող գործողությունները, որոնք խփել են կասեցումից հետո, որոնք կատարվել են կասեցումից հետո, բոլոր անօրինական են դարձել, առանց իրավական նյութերի ըստ էության քննչական գործողություններ են եղել եւ միջամտություն եղել անձանց մասնավոր իրավունքների սահմանադրությամբ ամրագրված։ Հետևաբար այստեղ արկա է 97 հոդվածում նախատեսված ապացույցների անկյունության այն հիմքը, որ օրենքով սահմանված ընթացակարգը խախտում է տեղի ունեցել, անձի հիմնարար իրավունքների խախտմամբ են ձեռքբերվել այդ ապացույցները, որը 4-րդ մասն է հոդվածի եւ այն գաղտնիքական գործողությունները, որը իրականացվել են այդ պայմաններում, ըստ էության կասեցված բարիքով, դա էլ համարվում է դրա պայմաններից մեկի խախտում։ Այսինքն ունենք սահմանադրությամբ անկագրված արտադատականության անձի հիմնարար իրավունքների խախտում ձեռքբերված ապացույցների մի ամբողջ համալիր, որը ներառված է 5-րդ հատորից մինչև 5-րդ հատորը ներառյալ։ Հետևաբար ամբողջ ապացույցները